Ասում է 2018-ից առաջ քննարկման որակը այնքան լավն էր, հիմա 18-ից հետո ասում է շատ վատն է քննարկման որակը ազգային ժողովում, ընդդիմադիրներն են ասում։ Ում ելույթներին են կարոտել, ես էլ չգիտեմ, երևի Շմայիսի բովանդակային ելույթներին են կարոտ մնացել, կամ էլ չգիտեմ։ Հարգելի գործընկերներ, առհասարակ ազգային ժողովում քաղաքական խոսույթի եւ թեժությունը բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում, եւ ես որ հիշում եմ 2018-ից առաջ ազգային ժողովում ինչ էր տեղի ունենում, եթե 2018-ից առաջ ազգային ժողովում ընդդիմությունը լիներ ձեր նման ընդդիմություն լիներ ազգային ժողովում, խայտառակություններ ուղղակի տեղի ունենալու։ Այսինքն ասենց պասերով, իրար հետ աշխատելով, զրո բովանդակային քննարկում, ընդդիմություններ են ժամանակ գեներացնում հիմնական քննարկման թեման։ Հիմա էլ այդ նույն մարդիկ, որոնք այն ժամանակ ընդդիմությունն են, հիմա կառավարող թիմում են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում են, ու էլի իրանք են ուրեմն բովանդակությունն ազգային ժողովում ապահովում։ Դուք, հարգելի գործընկերներ, ընդդիմադիրներ, դուք որևէ բովանդակային խոսույթ չեք ունենում ազգային ժողովում, դատարկ ուրեմն մերկապարանոց հայտարարություններ եք անում, ստեր եւ կեղծիքներ եք տարածում։ Ինչպես կարող է լուրջ լինի ազգային ժողովի քննարկումները ընդդիմության մասնավորապես մասին է խոսքը, երբ որ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գաստեղ ասել, պարոն Օհանյան, օրինակ, դուք ընդդիմության խմբակցության ղեկավարն եք, ձեր խմբակցության падգամավորներից մեկը գալիս է ասում է, օրինակ, ոսկեպարի եկեղեցին տվել են Ադրբեջանին կամ հեսա տալու են Ադրբեջանին։ Եվ վերջ, դրան չի հաջորդում մի հատ ներողություն գոնե, որ ես սխալվել եմ, ոչ մի բան, եւ մնացած այլ ստերը, մյուսը գալիս է ասում է Ծիծեռնակաբերդի ուրեմն հուշահամալիրը քանդում են։ Պարզվում է նման բան չկա, բնականաբար չէր էլ կարող նման բան լինել, ոչ մի ներողություն չի հաջորդում սրան, ընդհանրապես ոչ մի։